Ողջույն սիրելի մարդկանց, ուրախ եմ շատ, որ շարունակում եք հետևել Edge-ին եւ այսօր եկել եմ ձեր հետ կիսվելու մեկ այլ փափուկ հմտությունով։ Դե եկեք ուշակենք ո՞րն է այդ փափուկ հմտությունը։ Իրականում այն ինչ որ կասեմ կարող է թվալ նույնիսկ տանօրինակ, ոնց կարա լինի դա փափուկ հմտություն, բայց ընդունված է համարել կրիտիկական մտածելակերպը որպես փափուկ հմտություն։ Critical thinking, ինչ է ասել կրիտիկական մտածելակերպ։ Հաճախ մենք ստանում ենք բազմաթիվ ինֆորմացիաներ, տարբեր աղբյուրներով, սկսած Facebook, Instagram, լրատվամիջոցներ, մի շարք ինֆորմացիա։ Կրիտիկական մտածելակերպը իրենից ենթադրում է հարցնել, իսկ արդյոք այս ինֆորմացիան իրական է։ Իսկ ինչի են հենց ինձ այդ ինֆորմացիան ուղղորդել, ինչի եմ ես հանդիսանում այդ ինֆորմացիայի գրող։ Եվ այսպես շարունակ, այսինքն ցանկացած դեպքում ձեզ ինքներդ հարցնել, իսկ ինչի, իսկ ինչ կլինի եթե, իսկ եթե չլինի, ապա ինչ, այսինքն այս բոլոր հարցերը մեզ տալիս են լինել ավելի ճկուն եւ ցանկացած խնդիր միջև նա որ մենք գնանք ու լուծենք, փորձենք հասկանալ արդյոք դա իրական խնդիր է, արդյոք մենք իրապես ենք տեսնում այն իրավիճակը, որը մենք պատրաստում ենք լուծել։ Կրիտիկական մտածելակերպ մեջ իրական կրիտիկական բառը եկեք չհասկանանք, ես իրան պետք է քննադատա։ Ինքը քննադատական է կոչվում, ավելի շատ հարցը խորապես քննելու մասին, ոչ թե քննադատել ասել, այ դու սխալ ես անում, այ դու ճիշտ, չէ, ուղղակի ցանկացած ինֆորմացիա փորձել բացել այդ ինֆորմացիան, հասկանալ, ինչի եմ ես համարվում հասցեալ տեր այդ ինֆորմացիա, ինչի եմ հենց ես այդ ինֆորմացիա ստանում, արդյոք ինչ պետք է անեմ այդ ինֆորմացիային եւ արդյոք հնարավոր է այդ ինֆորմացիան վերափոխել, փոխել համատեքստ այդ ինֆորմացիայի, թե առհասարակ այդ ինֆորմացիան ուղղակի լսեցի եւ պետք է բաց թողեմ։ Այսինքն սրանք են բոլոր կետերն, որ իրականում շատ կարեւոր են մեր համար, որովհետեւ մեր մտածողության մեջ դա լինի։ Ես ոնց եմ այդ ինֆորմացիան փորձում հստակեցնել։ Եթե ինչ-որ ինֆորմացիա ինձ տրամադրվում, դա լինի աշխատանքում, դա լինի առօրյա կյանքում, նախ ես փորձում եմ հասկանալ, արդյոք այդ ինֆորմացիան իրական է թե ոչ։ Երկրորդ հարցով փորձում եմ հասկանալ, արդյոք այդ ինֆորմացիան հենց ինձ է հասցեագրված թե ոչ։ Եվ երրորդ, ես կարող եմ փոխել իրականությունը թե ոչ։ Սրանք իրականում կարող են թվալ շատ մանրուքներ, բայց ցանկացած դեպքում, եթե դուք պատրաստվում եք ինչ-որ ինֆորմացիա տարածել ձեր էջին, պատրաստվում եք ինչ-որ նորության ինֆորմացիա հավատալ, փորձեք գնալ ավելի խորքային հասկանալ, արդյոք դա այն ինֆորմացիան է, որը իրական է, եւ արդյոք դա այն ինֆորմացիան է, որ դուք պետք է գրեք, թե այդ ինֆորմացիայի տակ կան մի շարք այլ գաղափարներ, որոնք ուղղակի փորձում են այդ ինֆորմացիայի միջոցով ձեզ հրամցնել։ Այսքանը critical thinking-ի մասին, հաջորդիվ կպատմեմ մեկ այլ փափուկ հմտության մասին։ Մերսի, որ մինչև հիմա այստեղ եք։